Սիրելի էջնյակցիներ, խոյ համայնքի բնակիչներ, ոսկե հարցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, վաղաշաբաթի արտահերթ ընտրությունների մեր քվեաթերթինը չորրորդն է։ Մենք կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և վերցնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանությանը։ Այս ընտրությունները ոչ միայն քաղաքային են, այլև ունենալու են քաղաքական և արժեհամակարգային նշանակություն։ Այս ընտրություններով նաև մենք պաշտպանել ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որի դեմ Ադրբեջանի հրահանգով հարձակվել է օրվա իշխանությունը հրապարակվող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մենք վաղաշաբաթցիներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և կատարել 3 պարզ, բայց շատ կարևոր քայլ։ Առաջին, անպայման մասնակցել ընտրությանը։ Երկրորդ, մերժել քաղաքացիական պայմանագրին և դրա դրածողներին։ Եվ երրորդ, փոփոխության հասնելու համար ձայնը տալ Մայր Հայաստան կուսակցությանը։ Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Հարգելի հայրենակիցներ, այս ընտրաշարը, որը տևել է մինչև նոյեմբերի 14-ը, հնարավորություն է տալու մեզ միմյանց հետ ակտիվորեն շփվել, տեսակետներ ներկայացնել, առաջարկ անել և ամենակարևորը լսել քաղաքացուն։ Մենք ներկայացրել ենք վաղաշաբաթին վերաբերող բազմաթիվ ծրագրեր, սկսած ռոռոկման համակարգից, որը առավելապես վերաբերում է Խոյ համայնքին, վերջացած էջմիածնի և մինչ քաղաքային մինչ գյուղային ճանապարհները, սկսած թափառող շների խնդիրներից մինչև քաղաքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելը։ Ինչպես արդեն Գրիշա Հարությունյանը նշեց, մենք խնդիր ենք դրել էջմիածինը դարձնել Հայաստանի կարևորագույն տուրիստական կենտրոններից մեկը և նրա բոլոր նախադրյալները կան մշակութային ժառանգություն, ադուրանիստ քաղաք, Զվարթնոց օդանավակայանի մոտ լինելը, մայրաքաղաքի մոտ լինելը, պարզապես չկան համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի քաղաքում հսկայական թվով տուրիստներ այցելեն, դրանով նպաստեն համայնքի բյուջեի մեծացմանը և վաղաշաբաթցիների բարեկեցության աճին։ Մենք մեր ծրագրերը մանրամասն ներկայացնել ենք քաղաքացիների շփման ժամանակ։ Շրջել ենք բակից բակ, տնից տուն, գյուղից գյուղ, լինել ենք բոլոր 18 գյուղերում, լինել ենք էջնածնի բոլոր քաղամասերում, հնարավորության դեպքում այցելել ենք բոլոր տները, բոլոր շենքերը, բոլոր քաղամասերը և բոլորին կոչ ենք անելու, որպեսզի միանան մեզ, միանան մեր պայքարին և փոխեն այս իրավիճակը և հնարավորություն ստեղծեն փոխելու իրավիճակը ամբողջ Հայաստանում։ Ես վստահեցնում եմ ձեզ, հարգելի վաղաշաբաթցիներ, վաղաշաբաթի ընտրությունները դրական նախադրյալներ կարող են ստեղծել համապետական մասշտաբով քաղաքական փոփոխությունների համար։ Ամբողջ հայության ուշադրության կենտրոնը
այժմ գտնվում է Վաղաշապատում։ Եթե ուզում եք, որ մենք Սյունիքում միջանցք չունենանք, փոփոխություն իրականացնենք։ Եթե մենք ուզում ենք Սյունիքը պահենք, փոփոխություն իրականացնենք։ Եթե ուզում ենք Հայաստանի համար անվտանգություն և խաղաղություն, ապա մերժեք քաղաքացիական պայմանագրին։ Եթե ուզում եք դրական զարգացում և համայնքի կյանքում և մեր հանրապետությունում, ապա քվեարկեք Մայր Հայաստանի օգտին, համաչորսի օգտին։ Մեր երեսը պարզ է։ Մենք քաղաքացիներին ցույց ենք տվել, թե ինչպես է աշխատում Մայր Հայաստանը։ Օրվա մեջ 24 ժամ, 7 օր, տարին 12 ամիս, մենք պաշտպանում ենք քաղաքացու շահերը այնտեղ, որտեղ որ ստացել ենք կրակվել։ Մենք հիմա ուզում ենք վերքվեն, որպեսզի կարողանանք կյանքի կոչել մեր այն ծրագրերը, որ այս քարոզարշավի ընթացքում մենք ձեզ մանրամասն կներկայացնենք։ Հարգելի վաղաշապատցիներ, մենք հիմա երթով շրջել ենք բակերով, խոսել ենք քաղաքացիների հետ և լսել ենք նաև ձեր կարծիքները և մեր գլխավոր հորդորներից մեկն այն է, որ անպայման մասնակցեք ընտրություններին։ Մենք սկսել ենք քարոզարշավը Վաղաշապատին ու մեր Սուրբ Էջմիածնին նվիրված երգով։ Մենք դա կատարել ենք թիմով, անկեղծ սրտով, նվիրումով ու ցույց ենք տվել, որ բացի մեր թիմակից Աննա Ավետիսյանից, մյուսներս որ պրոֆեսորալ չեն երգում, միևնույն է, մենք գրավում ենք այդ գործի մեջ, հիմա այն աշխատանք ենք իրականացնում։ Հիմա մենք ձեզ, վաղաշապատցիներ, կոչ ենք անում, միանալ մեզ, հիմա այն աշխատանք կատարել մեր հետ և փոխել իրավիճակը, որպեսզի փողոցներից սկսած, վերջացրած բյուջեի ճիշտ կառավարումով, մեր կյանքը փոխվի ու մենք բոլորս հպարտությամբ դիմենք ամբողջ Հայաստանին, կոչ անելով միանալ, որ փոխենք։ Միացին, որ փոխենք, միացին, որ փոխենք, միացին, որ փոխենք։ Շնորհակալություն։